Karkin serial. Սիրում են բոլորը։ Karkin serial. Բալուս, Ողջույն, ուրեր, մեր ռայոնի կադաստրի տղեկից ֆուտբոլ էի խաղում։ ոնց է։ Անկապ խաղ ստացվեց։ Այդ կադաստրի տղեկը սաղով մենակ իրան շեֆին էին պաս տալի։ Այդ խեժ մարդը խաղի վերջում արդեն շնչակտուր էր եղել։ Բա եթե անկապ է, ինչու ես դու ամեն շաբաթ օր գնում խաղալու։ Լավ էլի արձիկ չէր ջոգում, ինչքան շատ ես իրանց հետ ֆուտբոլ խաղամ, այդքան քիչ իրանք իմ տարածքների վրա ստուգում կբացեն։ Պարզ է, լավ, ես պետք է արդեն հագնվեմ։ Այս տոստը ուզում էի շպրտել աղբամանը, բայց եթե ուզում ես կեր։ Ես արդեն են շան կարգավիճակում եմ, հա։ Արամիկ ես ինչ տուղտա։ Քեզ զանգել էին, խնդրեցին, որ գրեմ ու փոխանցեմ, ինչ-որ ծեծեր։ Ձեռագրիցդ բան չեմ ջոգում։ Դուրս տորտական քեզ։ Ես երևի էմանա։ Հա, էման էր։ Խնդրեց, որ հետ զանգես։ Այդ մեկը դժվար։ Ինչի։ Արամիկ ուշադիր լսի, երբեք կանանց ոչ մի բան խոսք մի տուր, իսկ եթե խոսք ես տալի, Պիտի կատարես։ չէ, պատի կռուտի տալես, դրամա էլ ասում եմ, աշխատի ոչ մի բան խոսք չտաս, Իսկ եթե էման էլի զանգի, այդի շատ լավ հարց բարձրացրեցիր, ուրեմն հիշի ամենակարևոր բանը, եթե այս տանը հեռախոսը զանգում է, այդ չի նշանակում, որ պետք է վազես, հեռախոսը վերցնես ու ասես ալո, դա սխալ մոտեցում է Արամիկ, սկզբից պետք է նայես, թե ով է զանգում, ու եթե դու ուզում ես այդ մարդու հետ խոսաս, նոր վեկալես ու իր հետ խոսաս, իսկ եթե զանգողը մաման է, այդ նայած ում մաման է, եթե քո մաման է, հարց չկա, իսկ եթե իմ մաման է, ոչ մի դեպքում, ուզում ես ասես իմ մաման քո մամայից լավն է, չէ, իրանք նույն մամանն են, պրոստը տարբեր գարշուկներում, Karkin serial. Սիրում են բոլորը։ Karkin serial. Սպասի պապ, չվերցնես, Ինչի։ էդ կարող է քեզ ծանոթ ծեծի ալնի, կամ մաման, հա էլի, էման է, ինչ նաստիրնի ծեծի է, Վարդան, մի վարկա չկարդաս։ Ես իհարկե հարգում եմ քո կյանքի փորձը, բայց թույլ չեմ տալիս քեզ, որպեսզի դու Արամիկին սովորեցնես նման կերպով կանանց վերաբերվել։ այսինքն, Նա ասում է, որ պետք չի շփվել այն կանանց հետ, ում հետ քեզ շփվելը հաճելի չի։ Դա ընդունատրելի է, Վարդան, որպեսզի երեխան շփվի միայն նրանց հետ, ում հետ հաճելի է։ տո դու չես հասկնում հաճելից, քո մոտ 60 տարի սեքս չի եղել, Ինչ ես խոսում, ինչ 60, ես ընդամենը 30 տարեկան եմ։ խիք ես տվում եմ յուս 30 տարվա մեջ ինչ-որ բան է պոխվելու, Վարդան օպար, իսկ եթե քեզ տհաճ մարդը գալիս է քոտում, ինչ պետք է անեմ, պետք է ասես, որ ես տանը չեմ, Տատի, Վարդան օպարը տանը չի, ինչ անսպասելի եկար մամ ջան, գոնե զանգիր չպատասխանենք նոր գայր, Մի անհանգստացիր, ես զանգում էի, բայց զանգերին ոչ ոք չէր պատասխանում։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես, մամ։ Ես քեզ չեմ հավատում, Ադիկ, բայց դու գոնե չես ալարում ու կեղծավորություն ես անում։ իսկ ես անկեղծ ալնեմ, ինչի ես եկել մամ, Գործով եկել էի կողքի շենք, որոշեցի ձեզ մոտ էլ մտնեմ ու թորնիկիս նվեր անեմ։ 50 դոլար, սա է քո նվերը։ Այո,
կգնաք ցիրկի կողքի խաղալիքների խանութից փոքրիկ խաղալիք կառնեք։ Ինչ ցիրկ։ $50 կարելի է Բաղրամյանի վրից են մեծ խաղալիքներից առնել։ Վարդան, Արամիկ այստեղ։ Շատ շնորհակալություն տատիկ։ Շնորհակալություն ու վերջ, իսկ ով է տատիկին պաչելու։ Դու գիտես, թե տատիկը քեզ ինչքան է սիրում։ Ես պետք է գնամ աշխատանքի, $50-անոցները երկնքից չեն թափվում տատիկի գլխին։ Եկեք հələ խոսելու կա։ Ես ձեզ նորություն ունեմ հայտնելու։ Ես ընկեր ունեմ եւ հույսով եմ, որ նա կդառնա իմ կյանքի ուղեկիցը։ Մաքրով ես ուզում։ Ես կատակ չեմ անում Վարդան։ Վարկյան, եթե ես չեմ սխալվում, նա քո 5-րդ ընկերն է։ 4-որդն է։ Ու Աստված իմ, մենք հայրիկ ենք ունենալու։ Չնավսես Վարդան։ Ես ընթրիք եմ ուզում կազմակերպել եւ ձեզ ծանոթացնել։ Երբ է ձեզ հարմար։ Դե սկսենք նրանից երբ է քեզ հարմար, մամ։ Ոչ, ես առաջինը սկսեցի աջիկ։ Դե շաբաթ կիրակի մենք Արամիկի հետ ենք, չէ՞։ 5 շաբթի զբաղված ենք, չէ՞։ 3 շաբթի խառնենք, 4 շաբթի։ Վաղը 7-ին։ Այս տանը։ Ցանկալի է սևիկրայով բուտերբրոդիկներ լինեն։ Հիշում եք, չէ, ես դառը գինի չեմ սիրում։ Մեր կարող է գիտես թե Արսենետ սրահը։ Հայ դեպ, դիսերտին պարտադիր կիվի լինի։ Պինդ, ես լխկած չեմ սիրում։ Դե քանի որ դու քաղաքում հայտնի նոտար ես, կարող է վերջում էլ թամադա ուզես։ Դե ուրեմն վաղը ժամը 19:00-ին ձեր տանը, ճուշանակ։ Քաշվեցին։ Ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք, պետք է գնանք պինդ կիվի առնենք։ Այս կիվիները իդեալական պնդություն ունեն։ Մամային հաստատ դուր կգան։ Արա հերիք այս կիվիները մաժմժես, մի հատ է պաչեի։ Գինիները բացի։ Մամես ինչես է շուտեք է, 7-ին էլ 5 պակաս։ Եկել եմ ձեզ թեթև ինստրուկտաժ անեմ։ Բարև տատի։ Ես մի բան գիտեի, որ շուտ եկա։ Արամիկ, մենք հիմա քեզ հետ կխաղանք մի խաղ, որը կոչվում է հանկարծ ինձ տատիկ չասես։ Իսկ ո՞նց են այդ խաղը խաղում։ Շատ սովորական։ Հանկարծ ինձ տատիկ չասես։ Բան չասեմ։ Դու ինձ կասես ոչ թե տատիկ, այլ սեդա։ Հասկացա, սեդա տատի։ Մոռացիր տատի բառը, պարզապես սեդա։ Մի հատ էլ փորձենք։ Սեդա։ Տեսնում ես ինչ ուրախ խաղը։ Մամ, ապա մի նայիր ինչ հրաշապինդ կիվիներ են գնել։ Ձեզ չասացի լխկած կիվի չառնեք։ Մամեսի նորմալ պինդ կիվիներ էին, ենքան ձեր կծես լղկան։ Համեցիր, ներս անցիր։ Ալբերտ թանկագինս ծանոթացիր տղաներիս հետ։ Վարդան, Շատ ուրախ եմ։ Պինդ կիվի, արքածի։ Իսկ սա Արամիկն է։ Շնորհակալություն, սեդա։ Բարև ձեզ։ Հազիվ հովտեղ գտա, որ մեքենան կանգնեցնեմ։ Ահա եւ նա, ծանոթացեք Ալբերտի դուստրը Զարան։ Բարև Վարդան։ բարև, վապշը անծանոտ աղջիկ։ Դուք իրար ճանաչում եք։ Ոնց որ թե ճանաչում ենք։ Լավ, կարելի ինչ որ բան խմել։ Վարդան, օգնիր ինձ կոկտեյլներ պատրաստենք, դուք համեցեք սեղանի մոտ, իսկ դու աջիկ զբաղեցրու Զարաչկային։ Կարգի սերիալ, Արարատյան դաշտավայրում կա չամուսնացած կին, որ քեզ հետ ծանոթ չլինի։
Մամ ջան, դե մի երկու անգամ հանդիպեցինք, հետո հոգնանք իրարից։ Մամ, բայց ես աբուն լավ էլ սիմպլ ձյացկա է, բայց մետ քուչից հետարկրվել ես, ով ա ինչա։ Վարդան, այս տղամարդը շատ կարևոր է ինձ համար։ Հիմա մենք կընտրենք, հաճելի կզրուցենք, ու ես հույսով եմ, որ Ալբերտը չի հասկանա, որ դու պատվազրկել ես իր աղջկան։ Մամ, երբ որ մենք հանդիպեցինք, ինքը արդեն պատվազրկված էր։ Կարգին սերիալ, Սիրում են բոլորը։ կարգին սերիալ, Գիտեք աջիկ, ձեր բախտը շատ է բերել։ Դուք հիանալի մայր ունեք։ Ամենահիասքանչ ու սիրալ իր կինը, որ ես երբևէ հանդիպել եմ։ Իրոք մաման շատ հաճելի կին է։ Իրան սեդա ասա, մոռացել ես, որ խաղ ենք խաղում։ Մենք հիմա տարբեր խաղեր ենք խաղում Արամիկ։ Ես եկա։ Մենք քեզ կարոտել ենք, կարաոկեների աստղ։ Այս ինչ հիշեցիր։ Ես հիմա ձեզ կպատմեմ այդ պատմությունը։ Այս վերջերս մենք գնացել էինք կարաոկե, եւ այդ կարաոկեում հենց այդ օրը մրցույթ էր, պատկերացնում եք։ Իսկ դու գիտես, թե ես ինչեր կարող եմ անել կարաոկեում։ Այո, իհարկե գիտեմ, մայրիկ։ Ներեցեք։ Ադիկ, զավակս, դու գիտես, թե ես ինչպես եմ երգում ծաղիկներ երգը ու հետն էլ պարում, հիշում ես։ Այո, իհարկե հիշում եմ։ Ես նույնիսկ տանը DVD-ի վրա ունեմ դա։ կարգին սերիալ, Վերջապես հանդիպեցինք տականք։ 3 ամիսա զանգում եմ, չես պատասխանում զանգերի ստոր արարած։ Դու տղամարդ չես, Վարդան։ Ոնց ես ցավը տանում։ կարգին սերիալ, Դիտում են բոլորը։ կարգին սերիալ, Սիրում են բոլորը։ կարգին սերիալ, Ես պատվիրել եմ երգը, սպասում եմ, ու հանկարծ կողքի սեղանի լաչառը սկսում է երգել իմ երգը։ Պատկերացնում եք իմ վիճակը։ Դու անտանելի ես, Վարդան։ Ես ափսոսում եմ այն երկու հանդիպման համար, որ եղել եմ քեզ հետ։ Դու արժանի չէիր այդ երկու հանդիպմանը, որ ես քեզ նվիրել եմ։ Ամինչ, նվիրածդ հետ ես ուզում։ Դու ինձ երբեք լուրջ չես վերաբերվել։ Ես եղել եմ քո հերթական արկածը։ Դու կանանց օգտագործում ես ու դեն շպրտում։ Ով ասեց։ Ես այդպես չեմ անում։ Ես կանանց օգտագործում եմ ու հեռախոսը չեմ վերցնում։ Ու ես կամած մոտեցա այդ կնոջը ու սկսեցի շատ զգուշ հետը դուետով երգել։ Այս լաչառը սկսեց կամած ինձ հրել։ Ինձ թվում էր, որ ես գտել եմ իմ երկրորդ կեսը, որ քո սառած ու միայնակ սրտում ես կգտնեի ինձ համար նախատեսված փոքրիկ թակուկ մի անկյուն։ Ալավ հանգստացի, ես իմ կուխնին է, դրամատիկական թատրոնը չի։ Ես կմոռանամ քեզ։ Քո աչքերը, քո մազերի գույնը եւ անպայման կմոռանամ այն րոպեները, որ անցկացրել եմ քեզ հետ։ Մոռանալ է, հեռախոսի ժամանն էլ մոռացել եմ։ Խմեն։ Դու անուղելի սրիկա ես։ Կներեք ինձ։ boom, 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 doody boom, 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 doody boom. Այն չեք որ ես նայում։ Տուժածը ես եմ թե են։ Կարգին սերիալ, Սիրում են բոլորը։ կարգին սերիալ, Գնացի իզուր հետ եկա, սկի ֆուտբոլ էլ չխաղացինք։ Ինչի։ Դե կադաստրի տղեկի շեֆը չեր եկե, իրանք էլ չգիտեին ում պաստային։ Վարդան, ես վատ նորություն ունեմ ասելու։ Մաման է անհետացել։ Բա վատ նորությունը որն է։ Վարդան, ես լուրջ եմ ասում։ Բոլոր տեղերը ման եմ եկել։ Տուն զանգում եմ չի պատասխանում, ձեռքին զանգում եմ չի պատասխանում։ Չգիտեմ ինչ անեմ։ Իսկ Google-ով ման եկել ես։
Վարդան խինդ ու ծիծաղի ժամանակը չէ։ Մենք պետք է գտնենք մամային, մտածի ոնց։ Սոֆան լավ հոտառություն ունի։ Արի քսի տանք թող մամային հոտով գտնի։ Վարդան այդ քո second hand հումորները վերջացրու։ Մենք հիմա գնում ենք մամային փնտրելու։ Այո, մենք պետք է գտնենք մամային։ Ոչմ գնում ենք ման գալու, հա։ Ոնց որ հասկանում եմ Google-ին կանկուր է դառանք էլի։ Մաման ստեղ չգնացինք։ Սպասիր Վարդան, ինձ ինչ-որ բան հուշում է, որ մաման այստեղ է լինելու։ Հեսա, ոնց որ դուրս եկանք մամայի հետքի վրա։ Մաման ստեղ է, գնացինք։ Վարկյուն։ Մամ, ինչ է պատահել, ինչու մեր զանգերին չես պատասխանում։ Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում Ալբերտին կորցնելուց հետո։ Ոնց, աբուն մահացել է։ Քանի տարեկան էր։ Մի սկսի։ Նա մահացել է ինձ համար։ Մամ, ինչ է պատահել։ Ալբերտը թողեց ինձ։ Մամ, հորս արև, դաժը կարելի ասել աբոյի արև։ Ես մեղավոր չեմ։ Ես միջև քո ու աբոյի ծանոթանալն եմ Զարայի հետ 2 անգամ ծանոթացել։ Դու կապ չունես։ Դու պարզապես ինքնասիրահարված ապուշ ես։ Ալբերտը փոխեց ինձ թռվռան 45 տարեկան աղջկա հետ։ Ես ցավակցում եմ քեզ, մամ։ Ես էլ եմ ցավակցում, մամ։ Շնորհակալություն Ադիկ։ Ցտեսություն Վարդան։ Վարկյուն։ Մենք չենք կարող թողնել մամային այս վիճակում այստեղ։ Լավ, բա որտե մենք իրան կարանք թողենք։ Մամ, չես ուզում մի 2 օր գաս մեզ հետ ապրես։ Վարդանի տան։ Կշվել ես Սարա։ Միայն հանգստացիր Վարդան։ Ես չեմ ուզում քեզ նեղություն տալ։ Շնորհակալություն։ Դե մամ ջան, պինդեղի դուխով եղի։ Մենք գնացինք։ Մամ, դու դա լուրջ ես ասում։ Այո, Ադիկ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն քո հոգատարության համար։ Գնացինք։ Ախ, Աստված իմ, ինչ միայնակ եմ ես։ Հայ, չաստրինք թռնենք։ Մաման հենց նոր ռեկորդ խփեց։ Արդեն ճոժում 25 րոպեա չի խոսում։ Նա հիմա շատ խորը դեպրեսիայի մեջ է։ Նրան հարազատ մարդու բարոյական աջակցությունն է հարկավոր։ Արամիկ! Արամիկ ջան, գնա մի քիչ տատի հետ խոսիր, Ինչի։ ինքը իրեն շատ միայնակ է զգում։ Բայց ինքը քո մաման է։ Արամիկ! Խոսալու! Boom. Բարև Սեդա։ Խնդրում եմ Արամիկ, պետք չի։ Ինձ տատիկ ասա։ Բա մեր խաղը։ Խաղերը վերջացան։ Իսկ Վարդանապարը ինձ արագաստով նաբակար է։ Սպասում եմ, որ քամի լինի, որ բասեինում քշեմ։ Այդ քամիները այլևս չեն լցնի հույսով իմ թևերը։ Անցան Սեդայի լավորերը։ Իդամ շալանայա, իմպերատрица։ Արամիկը խոճապի մեջ է, Վարդան։ Բա դու հեր ես արա։ Մի մատ քորփուն խրգիր գելի բերան։ Արամիկին պետք է օգնության հասնել։ Ես պաս։ Ոնց եք ժողովուրդ։ Երևի զուգարան վազեց։ Ինքը գոնե զուգարան ա գնում։
Դու միշտ տակդ էիր անում։ Գիտես մամ, Արամիկը վաղուց է ուզում լսել, թե դու ոնց ես կատարում ծաղիկներ երգը Վարդանի ակամպանիմենտի տակ։ Չէ, ես չեմ ուզում, համ էլ երևի Վարդանը դեմ կլինի։ Ինչ ես խոսում, Վարդանը ինքն էր ուզում քեզ առաջարկել։ Ծաղիկներ, իմ սիրո համբույրի ծաղիկներ, իմ կորած մոռացված էքյաթից, ծաղիկներ, պոմ, Ասա։ Հա, տատի մի հատ էլ էլի։ Մամ, ամեն ինչ նորմալ է։ հա, գնա քնելու, Այս ամենից հետո էլ ինչ քննել։ շնորհակալություն Վարդան, վաղուց չի երգել ծաղիկները, Ես էլ վաղուց չէի նվագել ծաղիկները։ տեսնում ես ինչ լավ բան է ընտանիքը, հավաքվում ենք, երգում ենք, ուրախանում ենք, կարելի է օրերից մի օր էլի կրկնել։ Լավ միտք ես ասում։ Պրոստը նենց անենք այդ օրից մի օրը մյուս տարին գնել։ Ուր ես գնում։ Գնամ իրերս հավաքեմ, Ինչի համար։ գնամ տուն, Ես գիշերվա կեսին։ ես ո ադիկը չեմ, որ մթից վախենամ, Մամ դե եկել ես մնա էլի։ չէ, չեմ ուզում ձեզ նեղություն տալ, հետո երևի ձեզ արդեն ձանձրացրել, Չգիտեմ արձիկը ոնց, բայց ես բերսամ տուրախ կլեի, որ դու մի քիչ մեր տանը մնայր։ Ծաղիկներ, իմ սիրո համբույրի ծաղիկներ, իմ կորած մոռացված էքյաթից, ծաղիկներ, Հետում են բոլորը։ Սիրում են բոլորը։ Սպասի, պապ, չվերցնես։ Ինչի։ Այդ կարող է քեզ սանած ծեծի ալնի, կամ մաման։ Արա հերիքը այս կիվիները մարմուժեց, մի հատ է պաչ էին, ոնց հեք ժողովուրդ։ Ու աստվածին, մենք հայրիկ ենք ունենալու։ Դու անուղելի սրիկա ես։ Իմ կիվի, արկածի։ Երբ եք կանանց ոչ իբա խոսք մի տուր, իսկ եթե խոսք ես տալի, Պիտի կատարես։ չէ, պատի կրուտի տալնես։